Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր նորից տեղափոխության օր է։ Ովքեր մեր էջին հետևում են, գիտեն, որ 100% բնական մեղր ստանալու համար փեթակները տարվա մեջ 5 տարբեր տարածաշրջան ենք տեղափոխում։ Մեր մեղուներին տանում ենք այնտեղ, որտեղ բնությունն այդ պահին ամենաշատ նեկտարն է նվիրում։ Շատերին թվում է, պարզապես փեթակները բարձում ենք մեքենան ու ճանապարհ ընկնում։ Իրականում, այդ մի գիշերվա տեղափոխության հետևում 2 օրվա մանրակրկիտ աշխատանք կա։ Սկզբում դատարկում է մեր շարժական տնակը, ոչ թե հավեսի համար, այլ որովհետև Սարի ճանապարհն անհարթ է ու ոչինչ չի խնայում, ամեն ինչ շուռ է գալիս ու կոտրվում։ Հետո հերթը հասնում է ամենակարևորին՝ մեղուներին։ Յուրաքանչյուր փեթակի վերջին շրջանակը ամրացնում ենք միլիմետր առ միլիմետր, որ ճանապարհին նույնիսկ մի փոքր չշարժվի, որովհետև մեր համար յուրաքանչյուր մեղվի կյանքը անգնահատելի արժեք է։ Բարձիկները հանում ենք ու կտորների մի մասը փոխարինում ենք ցանցով, որ երկար ճանապարհին օդը բավականացնի ու նրանք ապահով հասնեն նոր տարածք։ Մինչ ավարտում ենք պատրաստությունները, հասնում են բեռնատարերն ու մեզ օգնող ուժը։ Այդ պահին սկսվում է իմ ամենասիրելի աշխատանքներից մեկը։ Խորված եմ պատրաստում դաշտում։ Շքեղ խոհանոց չունենք, բայց ունենք աշխարհի ամենահամեղ ու ամենաջերմ անցիկները։ Այս անգամ մեր սեղանը տարածքում գտնված մի դուռ է։ Կողքից երևի տարօրինակ է թվում, բայց հավատացեք, երբ հոգնած մարդիկ կանգնած նույն հացի շուրջ ծիծաղում են, բաժակ են բարձրացնում ու փառք տալիս Աստծուն, շնորհակալություն ասում այս տարածքին, այս հողին, այս ծաղիկներին, այդ հին դուռը դառնում է աշխարհի ամենագեղեցիկ ու շքեղ սեղանը։ Երբ արդեն կեսգիշերը, սկսվում է պատասխանատու փուլը։ Ջուր ենք թողում փեթակների մուտքերի մոտ, որ վերջին մեղուն էլ փեթակ մտի։ Փակում ենք մուտքերը, մոտեցնում ենք մեքենաներն ու սկսում ենք վարդել։ Պարաններով ամուր կապում ենք յուրաքանչյուր փեթակ, որովհետև Սարի ճանապարհը սխալներ չի ներում։ Ու հենց մտածում ենք ամեն ինչ պատրաստ է, մեքենայի ապակե մաքրիչը որոշում է չաշխատել։ Բայց ես դրան էլ եմ լուծում գտնում։ Ապակու հեղուկ, մի քիչ համառություն ու պատրաստ ենք ճանապարհի։ Ամբողջ ճանապարհին մտքումս մեկ աղոթք է. Տեր, խաղաղ Աստծո։ Անցած տարվա այդ ծանր գիշերը, երբ բեռնատարը քիչ էր մնում շուռ գար, դեռ վախը սրտումս էր։ Դրա համար այս ճանապարհների ամեն վայրկյանը մեծ պատասխանատվություն է։ Երբ վերջապես հասնում ենք, աշխատանքը նորից է սկսվում։ Քանդում ենք պարանները, շախմատաձև դասավորում ենք փեթակները, բացում ենք մուտքերն ու մեղուներին ապահովում ըմպելի ջրով։ Մենք փոշոտենք, անկուն, հոգնած, բայց ներսում մի անբացատրելի խորը խաղաղություն կա։ Որովհետև այսօր էլ քույր ու եղբայր արեցինք ամեն ինչ, որ ձեր սեղանին հասնի 100% բնական ծաղկային մեղր։ Կերեք իմ մեղր, եղեք կարող։